2018 թվականի Թավշյա հեղափոխությունից հետո գիտեք, որ սկսվեց մի շարժում, որը կոչվեց Նոր Հայաստան եւ Նոր Հայրապետ։ Այդ շրջանին, ինչպես որ այդ օրերի իշխանության նկատմամբ հասարակության մեջ կար բացասական տրամադրություն, նույնը նկատելի էր, որ կար նաև այդ օրերին ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ եւ ժողովրդական մի ցասում բարձրացավ։ Բայց այդ օրերին վարչապետը կասեցրեց դա, նկատի ունենալով, որ պառակտում չլինի հասարակության մեջ եւ շուտով կյանքը վերադառնա իր բնականon ունին։ Այդպես էլ եղավ։ Բայց Էջմիածնում տեղի չունեցան բարեփոխումներ, որոնք կարծեք թե պիտի լինեին, որպեսզի կանխեին հետագա ընթացքը։ Այդ բարեփոխումները պիտի լինեին անշուշտ ինչպես կառավարման համակարգի մայրաթոռի հայ եկեղեցու, երկրորդ կանոնադրությունների ընդունումը տարբեր կառույցների եպիսկոպոսական ժողով, ազգային եկեղեցական ժողով, մի ուժ ժողովների եւ այդ ժողովական կյանքը, որպեսզի շարունակվեր բնականon կերպով։ Խնդիրներ են առաջացել այն օրերից մինչ այսօր, դրանք հարյուրամյակների հարցեր են, որին անդրադարձել է ժամանակին նույնիսկ Վազգեն Վեհափառը, կուսակրոնության խնդիրը,